Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Ընդգծեմ, որ եկող տարի մենք մեծ աշնանը, մեծ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ ունենք։ 46 համայնք։ Այս պահին, այսինքն եկեք արձանագրենք, էլի, այս պահին մեր, ասենք, պլանավորմամբ 46 համայնքներում տեղ են ունենալու համամասնական ընտրակարգով թիմ ընտրություններ։ Չէ, ավելի ճիշտ 46-ում համամասնական ընտրակարգով չի, կարող եմ ասել, որ Լոռու մարզի Ֆիոլետովը, Լերմոնտովը, Արմավիրի մարզի Ֆերիկ, Արագածոտնի մարզի Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ եւ Կոտակի մարզի Արզենի համայնքներում այդտեղ մեծամասնական ընտրակարգով են թիմ ընտրությունները տեղ ունենա, ես ուղղակի 40, բայց ընդհանուր 46 համայնք են, որոնցից մարզ կենտրոնները թվարկեմ, Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր եւ Իջևան։ Ըստ էության բացառությամբ Գյումրու, հա, միայն Գյումրին է մարզ կենտրոններից, որ եկող տարի տեղի չի ունենալու, քանի որ այս տարի է տեղի ունեցել, այսինքն բոլոր մարզ կենտրոններում։ Թվարկեմ համայնքները, որպեսզի ձեր մոտ պատկերը Ապարան, Արարատ, Մասիս, Արաքս, Բաղրամյան, Մեծամոր, Մարտունի, Սևան, Վարդենիս, Թումանյան, Սպիտակ, Ստեփանավան, Փամբակ, Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նայիրի, Նոր Հաճն, Ախուրյան, Ամասիա, Աշոտսկ, Արթիկ, Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Վայք, Ջերմուկ, Դիլիջան եւ Նոյեմբիրյան։ Այս բոլոր համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու։ 3 մենք արդեն այս տարվա որոշմամբ թիմ ընտրությունների համար 3 օր ենք սահմանել եկող տարվա աշնանը։ Սեպտեմբերի վերջի կիրակի, հոկտեմբերի վերջին կիրակի եւ նոյեմբերի վերջին կիրակի։ Այսինքն որպեսզի 46-ը ներողություն ուղղեմ։ Այս ոնց է բացվում։ Ճիշտ արեցի, հա։ Ուղղեց։ 1000 ներողություն։ Զգուշ եք, այստեղ աշճաններ կան։ Այսինքն բնականաբար 46 համայնքներում միաժամանակ, ասենք նույն օր ընտրություն կազմակերպելը ինքնին ասենք ճիշտ չէր լինի։ Սա նաև ինչի համար, դա ոչ թե մեր ընտրական համակարգի համար եմ ասում, այլ պոտենցիալ մասնակից կուսակցությունների քաղաքական ուժերի համար։ Որովհետև մի քիչ առանձնահատկությունը ո՞րն է, որ երբ որ օրինակ ԱԺ-ընտրությունները ամբողջ հանրապետությունն են ընդգրկում, բայց կուսակցությունների կազմակերպչական, այսպես ասենք, խնդիր իրենք չեն ունենում, որովհետև ըստ էության մեկ ընտրության են մասնակցում։ Պատկերացրեք 46 ցուցակ կամ 40 ցուցակ, 46 նախընտրական հիմնադրամ, այսինքն այս որ ասում եմ ամեն ինչ, այսինքն այն գործընթացը, որի մեջ ներգրավում են քաղաքական ուժեր, այսինքն ոնց որ ԱԺ-ընտրություններ անգամ 40 պատկերացնեք, զուտ կազմակերպչական։ Դրա համար այս գիտակցելով, որ նաև կարող է խնդիր ստեղծվի, մենք 3 օր 26 թվականի թիմ ընտրությունների համար սահմանեցինք աշնանը սահմանեցինք 3 օր։ Այստեղ օրենսդրությամբ ինքը մարզպետներն են նշանակում հերթական ընտրությունները, իրենք են բաշխումը կատարում եւ երբ որ
կմանակը ըստ էության ենթադրում են, որ իրենք էլ այդ, ասենք, այդ բաշխումով կանեն, հնամից հավասարաչափ, այսինքն հավասարաչափ կբաշխվեն, որպեսզի գործընթացը ավելի կազմակերպված, ավելի, ասենք, նորմալ ընթանա։ Եվ այս տարվա հետ կապված անցած ուղղակի մեր կենտրոնական տրական հանձնաժողովի գործունեության հետ կապված եւս մեկ արձանագրում անենք ու անցնենք արդեն հարցերին։ Այս տարվա ապրիլի 10-ին կենտրոնական տրական հանձնաժողովը ընդունել է 25-28 թվականների իր զարգացման, ընտրական համակարգի զարգացման ռազմավարական պլանը։ Պետք է ասեմ, որ որպես փաստաթուղթ ռազմավարական պլան ԿԸՀ-ն առաջին անգամ է հաստատել։ Նախկինում եղել են քննարկումներ, նույնիսկ նախագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվել, բայց ասենք վերջնական փաստաթղթի ընդունում տեղի չունեցել եւ 22 թվականի աշնանից նոր կազմը ըստ էության ձեռնամուխ էր եղել իր ռազմական պլանի մշակմանը եւ 2 տարի տևեց այդ փաստաթղթի մշակումը, որտեղ նաեւ մեր համար կարեւոր էր ընդհանուր աշխարհում ընտրական համակարգերի զարգացման միտումները հասկանալ, այսինքն մեր առանձնահատկությունները այդ ամենում ձևավորել եւ այդ ընթացքում տեղի ունենում թիմ ընտրություններ, նաեւ այդ թիմ ընտրություններում ի հայտ եկած խնդիրները այսպես ուսումնասիրել, հասկանալ, բերել այսպես լուծումների դաշտ։ Եվ վերջով դա մենք կարողացանք փաստաթուղթ ընդունել 2 տարի քննարկելուց հետո այս տարվա ապրիլի 10-ին։ Դա մեզ համար շատ կարևոր հանգամանք էր ԿԸ-ի համար։ Եվ մյուս կարևոր գործընթացը, որ ներկայումս ընթանում է կենտրոնական տրական հանձնաժողովում, որը արդեն պայմանավորված է, այսպես ասենք, որպես արդյունք ռազմավարական պլանի, դա ԿԸ նոր կառուցվածքի, այսպես ասենք, գործարկումն է։ Կառուցվածքը ընդունված է, բայց ներկայումս այդ իրավական գործընթացի մեջ է, որովհետև ինքը կենտրոնական տրական հանձնաժողովի աշխատակազմի մի մասը, ինչպես գիտեք, քաղաքծառայողներն են եւ այստեղ քաղաքծառայության օրենսդրության հետ, քաղաքծառայության գրասենյակի հետ այդ նոր կառուցվածքի հստակեցում, այսինքն այդ իրավական կարգավորումները հստակեցումը փուլում ենք, արդեն ավարտական փուլում ենք հունվարից արդեն կսկսենք նոր կառուցվածքի, այսպես նոր կառուցվածքի ուժի կիրարկումը, ուժի մեջ կմտնի, այսինքն ուժի մեջ մտածում։ Եվ նոր կառուցվածքից ինչն է մեզ համար կարևոր նորությունը, դա կենտրոնական տրական հանձնաժողովը ունենալու է ուսումնական կենտրոն։ Ինքը վարչության կարգավիճակով, բայց ինքը ընտրություններում ներգրաված սուբյեկտների ուսուցումը մեզ համար առաջնային։ Համասեր, որ օրինակ ԶԼՄ ընտրությունների լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների համար մեր միջազգային առաջիկայում արդեն իրազեկումը, երբ որ արդեն այսպես առարկայական փուլ ունի, օրինակ 26 ընտրությունների առաջ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք ընտրությունների լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների համար, որպես սուբյեկտ ընտրություններում ներգրաված, մենք դասընթացներ ենք ունենալ, բոլորի հրավիրել ենք մեծ հաճույքով, դա աշխատանքային պայմաններում նաև խնդիրների լուսաբանման եւ այլն, այսինքն մենք շատ ունենանք աշխատանքային գործընթացներ։ Մենք մյուս բոլոր այնտեղ ընտրական հանձնաժողովի անդամներ, պոտենցիալ թեկնածուներ հանձնաժողովի անդամության, այդ թվում նույնիսկ մենք 23 թվականին կիրառեցինք այս այժընտրությունների ընթացքում եւս դա փորձելու ենք կիրառել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նույն վստահված անձերի ուսուցում։ Այսինքն մենք ընտրություններում ներգրաված բոլոր սուբյեկտների համար կազմակերպելու ենք ուսուցման դասընթացներ։
ու մեզ համար սա կարևոր ինչի համար, որպեսզի մենք կատակով ենք դա ասում, որպեսզի բոլորին նույն օրենսգիրքը սովորած, բոլորը նույն օրենսգիրքի շուրջ, այսպես ասենք, դասընթացներ անցնեն, որտեղ լինում են դեպքեր, երբ որ օրինակ մենք այդպես դեպք ունեցանք 23 թվականին Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, երբ որ կուսակցություններից մեկը, որ մեր հրավերը, այսինքն առաջարկը, որ մեր դասընթացավարները մոտենան իրենց նշած վայրը, այսինքն կուսակցության շտաբը կլինի կամ դալիճ, որտեղ ցանկանային մոտենան եւ դասընթաց իրականացնեն, չէր ցանկացել, այսինքն չէր ցանկացել, բայց ընտրությունների ժամանակ տեղամասերում խնդիր աղմուկ առաջացավ, երբ որ այսպես ասենք բնականաբար օպերատիվ արձագանք եւ մենք ֆիքսեցինք ինչ, որ ուղղակի այն անձը, ով որ տվյալ կուսակցության վստահված անձերի համար դասընթաց էր իրականացրել, իր ձեռքի տակ եղած ընտրական օրենսգիրքը մի փոքր հին էր եղել, այսպես ասենք, այսինքն նոր կարգավորումները այնտեղ նոր կարգավորումներ կային, որ ինքը դա չէր նկատել, որ այդպիսի բան էր եւ սխալ, այսպես ենք, սխալ հանձնարարություն ասեմ, թե այդպես սխալ կարգավորումներ էին տվել եւ ուղղակի հետո իրանք արդեն առանձին զգուշացնելով կարգավորեցին, որ բոլորը այդ նույն սխալը չկրկնեն։ Բայց ասած ինչ մասը, որ ընդամենը կարար տվյալ, ասենք միշտ մարդիկ կան, ասենք օրինակ, ասենք 6 ամիս առաջ փոփոխություն եղած լինի կամ 1 տարի առաջ եւ իրենք ասենք այնտեղ ասենք կարող է բառ փոխված լինի, որ այդ բառը շատ կարևոր բան փոփոխի, բայց ասենք մարդը չնկատի։ Մենք նման մանրուքները ամենայն մանրակրկիտությամբ ենք նկատում եւ դրա համար մեր կողմից առաջարկով, որ եթե ցանկանում եք մենք այդ դասընթացները իրականացնենք կամ ձեր դասընթացավարներին վերապատրաստենք, նաև նյութեր տրամադրենք, այսինքն որպեսզի բոլորը նույն օրենսդրության շրջանակներում պատկերացնեն process-ը նույն օրենսդրության շրջանակներում իրենց գործառույթները իրականացնեն